Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նայիրի Սարգսյանի հետ, բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, մենք ուզում եմ մեր զրույցը սկսենք հայտարարագրերի, համընդհանուր հայտարարագրերի թեմայից, որի դեմ դուք պայքարում եք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայտարարագրերը պետք են կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Ավելին, եթե քաղաքացին ուզում է, որ իր պաշտոնյան լինի թափանցիկ, ուրեմն առաջին հերթին պետք է քաղաքացին լինի թափանցիկ, հայտարարագրի իր բոլոր մուտքերը ֆինանսական, ելքերը, համաձայն չեք վարչապետ այս դիրքորոշման հետ։ Ոչ միայն համաձայն չեմ, այլ դա համարում եմ այդպես մակերեսային պատկերացումներ հայտարարագրման ընդհանուր համակարգի եւ էության մասին, եւ դա համարում եմ ամոթ պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, այն էլ վարչապետի կողմից այդպիսի հայտարարությամբ հանդես գալը։ Սկսենք նրանից, որ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը եւ իր իշխանությունը իրականացնում է ընտրությունների կամ հանրաքվեների միջոցով եւ ընտրում է քաղաքական ուժին որպես ժամանակավոր կառավարիչ, ըստ էության կազմում է աշխատանքային պայմանագիր կառավարության հետ եւ կառավարությանը հանձնարարում է եւ վերապահում է լիազորություններ իրականացնելու առաջիկա 5 տարիների Հայաստանի Հանրապետության կառավարումը։ Եվ նման պարագայում թափանցիկը պետք է լինի պետական պաշտոնյան եւ ոչ թե պետք է լինի քաղաքացին։ Քաղաքացին պետք է վերահսկողություն, այդ թվում հասարակական վերահսկողություն իրականացնի պետական պաշտոնյայի թափանցիկության, բարեվարկության եւ նրա արդյունավետ աշխատանքի վերաբերյալ եւ ոչ թե հակառակ։ Կարծես թե Նիկոլ Փաշինյանը դեպքերի եւ դերերը խառնել է միմյանց հետ։ Եվ այդպես նաեւ անդրադառնալով այն կեղծ թեզին, որ քաղաքացիների հայտարարման համակարգը կոռուպցիայի կանխարգելման կամ կոռուպցիոն սխեմաների բացահայտման նպատակով է, դա բացարձակ սուտ է, դա կեղծիք է եւ բազմիցս շատ տաղավարներով հայտարարել ենք, թող որևէ մեկը, որևէ մի պաշտոնյա հոդաբաշխ բացատրություն տա, թե հայտարարագիրը ինչպիսի գործիք է հանդիսանելու կոռուպցիայի բացահայտման կամ կանխարգելման համար։ Ասեմ, պաշտոնյաները նույնպես ըստ Նիկոլ Փաշինյանի ժողովրդի մի մաս են եւ եթե մենք ունենք թափանցիկ քաղաքացիներ, հետեւաբար այդ քաղաքացիներից դուրս են գալիս թափանցիկ պաշտոնյաներ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք ներկայացնում են գույքի եւ եկամուտների հայտարարագիր։ Եվ դա բավարար է, որպեսզի պաշտոնյաների թափանցիկությունը կարողանան ապահովեն։ Ինչ վերաբերվում է քաղաքացուց կարող է դուրս գալ որպես պետական պաշտոնյա դառնալու պահին հայտարարագրում է գույք եւ եկամուտները, այնուհետեւ դրանից հետո յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ներկայացնում է հայտարարագիր։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության գյուղացին չարքաշ կյանքով ապրող, Հայաստանի Հանրապետությունում աշխատող բանվորը, Հայաստանի Հանրապետությունում աշխատող հազիվ օրական հացի փողով վաստակող քաղաքացին կամ արտաքին աշխատանքի մեկնող քաղաքացին որևէ կերպ չեն էլ կարող որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված լինել, որ մի հատ նրանց թափանցիկությունը անհրաժեշտ լինի Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Այ հակառակը շատ է։ Հայտարարագրման համակարգը թե ինչքան բացասական հետևանքների կարող է հանգեցնել, դրանք շատ են։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ փոխանակ քաղաքացիները վերահսկեն Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը ուզում վերահսկել քաղաքացիներին։ Ոչ թե ուզում ասել, այլ ուղիղ տեքստով հայտարարում եմ, այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վերահսկեն Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը։ Այդ դեպքում կառավարության մոտիվացիան ձեզ ո՞րն է քաղաքացիների ելքերն ու մուտքերը վերահսկելու։ Կառավարությունը ունի երկու հիմնական այդպես պատճառ, իրական պատճառ, որը թաքնված կողմն է եւ որևէ կերպ չի բացահայտվում, բայց մենք միշտ բարձրաձայնում ենք դրա մասին։ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին հարկերի թերհավաքագրում է իրականացվել 223 միլիարդ դրամով։ Եթե մենք նայում ենք 2024 թվականի հարկերի կառուցվածքը, շահութաբերության առումով, այսինքն շահութահարկերը չեն ավելացել, ավելացված արժեքի հարկը չի ավելացել, այսինքն տեղում սպառումը չի ավելացել, դա նաեւ նշում է, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը շարունակում է աղքատանալ, միայն բարձրացել է եկամուտային հարկը ֆիզիկական անձանցից գանձվող շուրջ 100 միլիարդ դրամով։ Այսինքն նրանք տեսել են պոտենցիալ որևէ տեղ, որտեղից հնարավոր է հարկեն, որովհետև եթե բիզնեսի վրա այդպիսի հարձակում գործեն, բիզնեսը այնուամենայնիվ կարողանում է իր շահերը պաշտպանել, որովհետև կարողանում է ներգրավել իրավաբանների, փաստաբանների, աուդիտորների, հաշվապահների եւ այսպես շարունակ։ Քաղաքացիները չեն էլ կարողանալու։ Այսինքն սա մի կողմից եկամուտների հավաքագրման նպատակ է հետապնդում, երկրորդ կողմից հետապնդում է քաղաքացիների ահաբեկման որպես մահակ։ Եկեք սրան պարտադիր ավելացնեմ նոր օրենսդրական նախաձեռնությունը, որը քննարկման է դրված արտադրության նախարարության կողմից, սրանք միմյանց հետ փոխկապակցված են եւ մեկը մյուսից առանձին պետք չի դիտարկել։
Ինչ նախաձեռնությունը։ Տեսեք, ուրեմն վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն են նախաձեռնել, ըստ որի վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը փորձում են ուժը կորցրած ճանաչել։ Սա ինչ է նշանակում։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որևէ բիզնեսի վրա, որևէ պետական մարմին, հարկային մարմին, մաքսային մարմին, տնտեսական մրցակցության հանձնաժողով, բարեկային ծառայություն, ցանկացած վարչարություն իրականացնող մարմին, եթե ակտ է գրում, քաղաքացին կամ բիզնեսը, եթե դա բողոքարկում են, որովհետև շատ են անարդարությունների բախվում, գերակշիռ մեծամասնությունը պետական մարմինների կողմից գրված ակտերի վարչական դատարանում լուծվում են ի օգուտ կամ բիզնեսի կամ ֆիզիկական անձանց, որովհետև վարչական մարմինները, պետական ծառայողները շատ սխալ են կազմում այդ ակտերը։ Մարդիկ եթե բողոքարկում են իրենց ակտ, իրենց իրավունքը վերականգնելու համար, մինչև դատական վճռի վերջնական հրապարակումը, դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը, չպետք է այդ տուգանքը վճարեն։ Եվ քաղաքացիները եւ բիզնեսը նորից են կրկնում։ Նոր փոփոխությունով ինչ է առաջարկում արտարդատության նախարարությունը։ Ասում է, եթե վարչական ակտը կազմվել է քաղաքացու վրա եւ բիզնեսի վրա, դու հարգելի քաղաքացի դիմիր դատարան, լրացուցիչ միջնորդություն ներկայացրու դատավորին, դատավորը կորոշի դու այդ տուգանքը չվճարես թե վճարես։ Այսինքն դատավորը քանի որ ինքը չի կարող մտնել այդպիսի բեռի տակ, եւ Նիկոլ Փաշինյանի բառերով այստեղ պատասխանեմ, Նիկոլ Փաշինյանը հաճախ է դատարաններին մեղադրում կոռուպցված լինելու մեջ եւ հաճախ է մեղադրում այդպես հակապետական վարկագիծ դրսեւորելու մեջ։ Եթե այդպիսի հայտարարությունը իրականացնում Հայաստանի Հանրապետության վարչապետը, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացին նվազագույնը պետք է մտահոգված լինի, որ դատավորը կարող է կամայականություն դրսևորել եւ որևէ մեկի վրա ապօրինի կերպով գրված 1000 դրամ ակտը կամ 1 միլիարդ դրամ ակտը դատավորը չբավարարի որոշումը եւ մարդը բարձրորեն ստիպված լինի վճարելու։ Եվ ինչ տեղի կունենա նման պարագայում։ Այսինքն ակտը պետք է վճարի, ակտը հայտարարագրման։ Հիմա գալիս եմ դրան, ակտը պետք է վճարի 4-5 տարի սպասի մինչև դա ամբողջ դատական process-ը առաջինից մինչև վճռաբեկ դատարան բոլոր ատյաններով անցի, մոտավորապես դա տևում է 4-ից 5 տարի։ Հիմա ինչով է սա փոխկապակցված։ Եթե ֆիզիկական անձինք շատ սահուն կերպով բոլորը համաձայնվում են, որ պետք է իրենց եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնեն, մենք էլ անդադ բառը պետք է մեր հասարակության ճիշտ ներկայացնենք, ոչ թե եկամուտների հայտարարագիր, այլ եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Հարկային մարմինը իրավունք է ստանալու, հաջորդ նախագծով արդեն իրավունք է ստանալու յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ ստուգման իրականացնելու։ Ստուգում իրականացնելու պարագայում ակտ է կազմելու քաղաքացու վրա, օրինակ 3 միլիոն դրամ, շատ պայմանական, շատ փոքր թիվ եմ ասում, շատ ավելի մեծ են լինելու այդ թվերը։ Այդ 3 միլիոն դրամը քաղաքացին իրավունք ունի այսօրվա գործող վարչական դատավարության օրենսգրքով իրավունք ունի բողոքարկելու ամբողջ process-ի ընթացքում այդ 3 միլիոնը չի վճարվելու։ Եվ 90 եւ ավելի տոկոս է հավանականությունը, որ քաղաքացին դատարանում իր իրավունքները վերականգնելու է եւ այդ 3 միլիոն դրամը չի վճարելու։ Փոփոխությունով արդեն հայտարարագրերի փոփոխությունը եթե ընդունվեց, այս մի նախագիծը արտարդատության նախարարության ներկայացած եթե ընդունվեց, այսինքն ֆիզիկական անձը այլընտրանք չի ունենում, որովհետեւ նույնիսկ դատական կարգով բողոքարկումը նրա իրավունքները վերջնական չի պաշտպանում, արդեն այստեղ գալիս է օրինական այդպես դիկտատորայի հաստատում, այսինքն պետական իշխանությունը որևէ քաղաքացու հայացքների պատճառով, տարբեր դրդապատճառներով կարողանում է հարկային մարմնի միջոցով ակտ գրել 3 միլիոն դրամ եւ ավելի, մյուս կողմից քաղաքացին որևէ կերպ չի կարողանում այդ 3 միլիոնից խուսափի, այսինքն պետք է տուն, տեղ, տրանսպորտային միջոց վաճառի, որ տանի վճարում կատարի 4-5 տարի էլ իրավաբաններին ու փաստաբաններին վճարի, որպեսզի իրավունքները վերականգնեն, հետո պետությանը հայց ներկայացնի, ասի դե իմ այդ 3 միլիոնը որ տայել եք, հետ վերադարձեք։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյան չի լինելու, այդ ժամանակ այսօրվա արտարդատության նախարար չի լինելու, էկոնոմիկայի նախարար չի լինելու, ֆինանսների նախարար չի լինելու, որովհետև իրանք բոլորը միասին գնալու են շատ շուտով։ Եվ որտեղից են այդ 3 միլիոնը հետ վերադարձնելու։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ ոչ թե անձնական պատասխանատվության են ենթարկվելու եւ արտարդատության նախարար Նիկոլ Փաշինյան ձեռքի բռնած տանելու են այդ գումարները վճարեն։ Պետական բյուջեի փողերը որտեղից են։ Դրանք էլ չէ մեր հասարակության, հանրության եւ բիզնեսի կողմից վճարված հարկերն են, այսինքն մի կողմից մարդը իր խախտված իրավունքների համար ավել վճարած գումարը հետ է պահանջում, որտեղից է հետ պահանջում իր մյուս վճարած հարկերից։ Աբսուրդի աստիճանը պատկերացրեք։
Այսինքն փոխկապակցվածությունը մի կողմից մարդուն դրդում են, տանում են, ստիպում են դեպի հարկում, երկրորդ կողմից սահմանափակում են նրա օրինական իրավունքները վերականգնելու բոլոր հնարավորությունները, երրորդ կողմից Ադրբեջանը հանդես է գալիս որոշակի հայտարարություններով, այդպես սահմանադրության փոփոխության Հայաստանի Հանրապետությունից դեռևս տարածքների պահանջների եւ այլն, սրանք ականներ են, որ դրվում են Հայաստանի Հանրապետության տակ, եթե այսպես վերջին ականներն են մնացել, եթե այս վերջին ականներն էլ դրեցին, ես ձեզ վստահեցնում եմ, հետագա որևէ իշխանություն չի կարողանալու ոչ պաշտպանի Հայաստանի Հանրապետության անկախությունը, ոչ տարածքային ամբողջականությունը, ոչ կարողանա վերականգնի ժողովրդի սոցիալական կարգավիճակը եւ այսպես շարունակ։ Այսինքն վերջին ռումբերն են տեղադրում, որ այլևս պայքարի բոլոր միջոցները սպառված համարեն։ Հիմա պարոն Սարգսյան, խոսքը, եթե չեմ սխալվում, մոտ 700,000 գրանցված աշխատողի մասին է այս տարի։ 750,000 եւ ավելի։ Այո։ Հիմա եթե այս բոլոր մարդիկ չվճարեն, կամ առնվազն կեսը ներողություն չլրացնեն հայտարարագիրը, կամ կեսը օրինակ այս մարդկանց, ինչ կանի հարկային մարմինը։ Տեսեք, նախ ես շատ այդպես լուրջ վստահություն ունեմ, որ մոտավորապես 700,000-ից ավելի քաղաքացի չի ներկայացնելու եկամտային հարկի տարեկան հաշվարկ, շուտով ականատեսը կլինենք, յուրաքանչյուր անգամ, երբ որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես բլոգեր եւ հայտարարում է, որ 4000 հոգի արդեն լրացրել են հայտարարագիր, մենք էլ հայտարարում ենք, ասում ենք 846,000 դեռևս չի ներկայացրել։ Թվերի տարբերությունը նայեք։ Վերադառնալով ձեր հարցին, ինչ կանի կառավարությունը։ Կառավարությունը պետք է ծանուցում ուղարկի բոլորին, որպեսզի ներկայացնեն հայտարարագիր։ Ծանուցումից 30 օր հետո արդեն վարչական պատասխանատվության ենթարկի 5000 դրամի չափով։ Հիմա մենք չենք պատկերացնում այդպես անընդհատ իրազեկումը ավարտել բոլոր այդպես տարբեր մարզային այցերի ժամանակ մենք անընդհատ իրազեկման ակցիաներ ենք իրականացնում ու տարբեր միջոցներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վտանգավոր հետևանքների մասին իրավիճակը ներկայացնում ենք։ Մեր գործողությունը չի սահմանափակվելու բացառապես իրազեկում։ Իրազեկումը մեր գործողության առաջնային փուլն է, այսինքն իրազեկում ենք, որպեսզի բոլորը տեղյակ լինեն իրենց հետ ինչ է կատարվելու, ինչ վտանգավոր հետևանքների է հանգեցնելու եկամտային հարկի տարեկան հաշվարկը ներկայացնելու, այնուհետև պետք է անցնենք շատ ավելի վճռական գործողությունների, պահանջատիրական գործողությունների եւ ստիպելու կառավարությանը, որպեսզի հրաժարվի այս վնասակար պետականական ծրագրերից։ Նա այս կառավարությունը հնարավոր է ինչպեսի մասին թույլ տվեք իրազեկումից հետո արդեն այդպես տակտիկապես իհարկե կան օրինակ առաջինի ձևը դեռևս այդպես առաջնային ճակատամարտն է այսպես վարչական դատավարության փոփոխությունը որ նշեցի այժմ Եդրավտ ԿՏԵՄ-ում քննարկմանը դրած մարտի 14-ին ժամկետը լրանում է եւ նաեւ հենց հիմա օգտագործելով նաեւ հնարավորությունը կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին եւ Արդարադատության նորանշանակ նախարարին զերծ մնան հարցը ընդգրկելու կառավարության նիստերի օրակարգում եթե ընդգրկեցին այդ մի գործողության վերաբերյալ մեր գործողությունները լինելու են շատ ավելի կոշտ եւ շատ ավելի հրատապ շատ լավ կուզեմ մի քիչ խոսենք տնտեսությունից էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հրապարակում է արել Ամուրսարի հանքի շահագործման հետ կապված գրելով որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական նոր հաջողություններ է գրանցում իհարկե այնտեղ ինքը նաև շատ տհաճ արտահայտություններ արել որ քարավանը գնում է շները հաչում են եւ այլն անհասկանալի է թե ում նկատի ուներ ուզում եմ ձեզ հարցնել իրոք Հայաստանում կան տնտեսական հաջողություններ ներդրումներ որոնք մենք չենք նկատում Տեսեք, նախ քարավանը գնալուց սկսենք, եթե էկոնոմիկայի նախարարի խոսքը վերաբերվել է Հայաստանի Հանրապետության թեկուզ գեթ մեկ քաղաքացու, ապա հակառակն է, ապա քարավանը այսպես թե այնպես գնալու է եւ ինքնայինին հաճածողի կարգավիճակում կա եւ մնալու է, սա ես իրեն խոստանում եմ։ Երկրորդ, էկոնոմիկայի վիճակը Հայաստանի Հանրապետության աղետալի է եւ Ադամ Սմիթը դարեր առաջ մի հրաշալի խոսք է ասել, որը մինչև հիմա արդիական է եւ ես միշտ դրա մասին շեշտում եմ։ Ադամ Սմիթը ասում էր պետություն քանդելը հեշտ գործ չէ։ Այս մարդիկ 7 տարի լծված են Հայաստանի Հանրապետությունը քանդելու ապա մոնտաժելու գործին, դեռևս նրանց մոտ վերջնական չի ստացում։ Ահագին հաջողել են, ասեմ, քանդելու գործում, շատ են հաջողել։ Օրինակ վերջին ականները, որպեսզի քանդեն, այդ թվում եւ տնտեսությունը այս նույն նախաձեռնություններն են հայտարարագիրը, վարչական դատավարությունը եւ այլն։ Բայց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկան այս պահի դրությամբ շնչել է վերջին տարիներին ամանավանդ բացառապես ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ստեղծված
չի կարելի պատերազմների պարագայում այս բառ ասել, բայց ստեղծված Հայաստանի համար բարենպաստ իրավիճակով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը համարվում էր որպես հարթակ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև եւ ապրանքաշրջանառությունը տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետության միջոցով։ Իհարկե այդ նույն էկոնոմիկայի նախարարը եւ այս նույն կառավարությունը ամեն ինչ արեցին, որպեսզի նույնիսկ այստեղից դիվիդենդներ չքաղեն։ Օրինակ, տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունն ներմուծել վերարտանելով Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ գումար էր մնում եւ հարկերի տեսքով, եւ շահույթների տեսքով անձանց մոտ։ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնիկայի տեղափոխումը, այսինքն Հայաստան ներմուծում նորից վերարտահանում բավականին լուրջ բիզնես ուղղություն էր դարձել, բայց այս նույն էկոնոմիկայի նախարարությունն ու այս նույն կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում խստացրեց երկակի նշանակության ապրանքների արտահանման արգելքը եւ շատ ուժեղացված վերահսկողություն սահմանեց եւ այլևս այդ նույն էլեկտրոնիկան Հայաստանի միջոցով չի տեղափոխվում։ Ու այդպես շատ ձախողումներ իրականացրեցին եւ սահմանափակեցին Հայաստանի տնտեսական զարգացումը, այնինչ պետք էր դրանից օգտվել եւ պետք էր այդ հավաքագրված գումարներն ու նոր միջոցները կապիտալիզացնել տնտեսության այլ ճյուղերում։ Եթե էկոնոմիկան զարգանում է, ըստ էկոնոմիկայի նախարարի, ինչու Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերությունը չի զարգանում, դրանք են, չէ, հիմնասյուները էկոնոմիկայի, ինչու գյուղատնտեսությունը չի զարգանում։ Ամուրսարը շահագործ հանքարդյունաբերություն, չի։ Տեսեք, ամուրսարի շահագործման վերաբերյալ պետական բյուջեից որքան գումարներ ծախսվեցին հենց ամուրսարի դեմ ընդդիմանալու համար։ Սա մեկ։ Այդ ինչ նոր եզրակացություն ստացան, որ կարողացան բնապահպանական, ենթադրյալ աղետների եւ տնտեսական էֆեկտները համադրեն եւ որոշում կայացնեն, որ ամեն դեպքում պետք է շահագործվի։ Եվ երրորդ, հանքարդյունաբերությունը ես չեմ համարում, երբևէ չեմ էլ համարել Հայաստանի Հանրապետության զարգացման համար այդպես բարենպաստ արդյունաբերության տեսակը։ Ես միշտ ընդունում եմ, որ հանքարդյունաբերությունը պետք է մաքսիմում հավասարաչափ բաշխվի սերունդների միջև։ Դուք, ես որպես այսօրվա սերունդ եւ մենք պետք է նույն ամուրսար կամ այլ հանքեր շահագործենք, որից Հայաստանի Հանրապետությունը կամ մենք անձամբ ստանանք դիվիդենդներ, բայց մեր զավակներն էլ պետք է տեղից փայաբաժին ունենան, մեր թորներն էլ, մեր թորների թորներն էլ պետք է փայաբաժին ունենան։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ էկոնոմիկայի նախարարի նման մակերեսային պատկերացումներով 3 տարում պայմանականորեն 100 տարվա ռեսուրսը շահագործելը դա անթույլատրելի երևույթ է այս համարում։ Եվ նույն էկոնոմիկայի նախարարին շատ ոնց որ իրան պատասխանեցինք այսպես, բայց չի կարելի լուրջ վերաբերվել մի մարդու ասածներին նամանավանդ մեկնաբանել, ով որ պետական եւ արտաքին պարտքերը այդպես միմյանցից չի տարբերում եւ ով որ կեղծիքներով ու մանիպուլյացիայով է հանդես գալիս ու պետական պարտքը ներկայացնում է $6 միլիարդ, 12.5 միլիարդի փոխարեն։ Ինչ լրջություն եք պատկերացնում այդ մարդուց։ Ես հենց իմ հաջորդ հարցը վերաբերում էր պետական պարկին 12 միլիարդի շեմը արդեն գերազանցել է վաղուց։ Ձեր կարծիքով որքանով է նպատակային օգտագործվել այս պետական պարտքը, ինչի համար են վերցրել, ինչ ծրագրեր են իրականացրել, եթե իհարկե իրականացրել են։ Պետական պարտքը 12 միլիարդի շեմը հիմա է հաղթահարած, բայց 2025 թվականի վերջին արդեն 14 միլիարդի շեմը կհաղթահարի։ Պետական պարտքը ծախսվել է բացառապես անարդյունավետ։ Պետական պարտքի 2021 թվականին նույնիսկ դեֆիցիտից ներողություն կապիտալ ծախսերից այդպես փոքր էր, այսինքն ինչ է դա նշանակում։ Սա նշանակում է, որ պարտք են վերցնում ընթացիկ ծախսեր սպասարկելու համար, պարտք են վերցնում օրինակ աշխատավարձ վճարելու համար, թոշակ վճարելու համար, պարտք են վերցնում իրենց կառավարական առանձնատներ կամ սենյակներ, աշխատասենյակները վերանորոգելու համար եւ այսպես շարունակ։ Կապիտալ բնույթի ծախսերը ցանկացած կապիտալ բնույթի ծախս մարդու համար լինի ընտանիքում, բիզնեսում, թե պետության մեջ ցանկացած կապիտալ բնույթի ծախսից պետք է ակնկալել օգուտներ։ Շատ են դեպքերը, երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանին այսպես հասու լեզվով եմ նաև ասում, որ կենցաղայնացնում եմ։ Շատ են դեպքերը, երբ որ մարդը կարողանում է բավարարչափի գումար վաստակել եւ իրեն թույլ տալ նաև շռայլություններ։ Այսինքն օրինակ տրանսպորտային միջոց շատ բարձր դասի եւ թանկ արժեք, եթե ձեռք է բերում, նա ոչ թե ակնկալում է դրանից շատ դեպքերում իհարկե, ոչ թե ակնկալում է լրացուցիչ դրամական միջոցների ներհոսք ընտանեկան բյուջե, այլ ակնկալում է ուղղակի վայելք, հաճույք, որը իրեն իրավունք չունի թույլ տալու Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ինչ է թույլ տալիս կառավարությունը։ Մի հատ տեսեք, օրինակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը ինչ մեքենայով է երթևում, $100,000 գերազանցով։ Միևնույն ժամանակ ինչպիսի իրավիճակում է գտնվում սահմանում զինվորի կեցավայրը։ Մեկ համադրեք իրար հետ։ Այսինքն
Եթե ծախսվում են կապիտալ ծախսերը այսպիսի գործողությունների վրա եւ ոչ թե նոր տնտեսական խթաններ իրագործելու, օրինակ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր իրականացնեն, արդյունաբերության զարգացման ծրագրեր իրականացնեն, իրենք պետության մասնակցությամբ կիսապետական կամ պետական գործարաններ հիմնեն, հետո այդ բաժնետոմսերը վաճառեն բիզնեսին կամ հասարակությանը եւ այսպես շարունակ։ Եթե այդպես չի ծախսում, սա նշանակում է, որ պետական պարտքը այն բոմբերից, որի մասին խոսում են, ականներից մեկն է, որը դրված է Հայաստանի Հանրապետության տակ։ Այս իշխանությունը հաստատ արդեն գնում է, այդպես ճամպրուկային պետք է լինեն նրանք, բայց հաջորդ իշխանությունների համար արդեն ստեղծել է մեծ խնդիր, որպեսզի կարողանան լուծեն Հայաստանի առջև ծառայած խնդիրները, որովհետև այդ նույն պարտքատերերը շատ դեպքերում շտապեցնելու են, ասել են դե եթե մեր գծած սցենարով չեք զարգացնում ձեր երկիրը, ուրեմն պարտքը բերեք շուտ վճարեք։ Վերադառնալով պետական պարտքի կառավարմանը, պետական պարտքը Հայաստանում կառավարվում է եւ կառավարվել է անարդյունավետ, չտնտեսող եւ ոչ օգտավետ, այդպես մասնագիտական լեզվով նկարագրենք։ Գիտեք, որ մի շարք հարկատեսակներ բարձրացվել են, որոշները երևի թե ապագայում կբարձրացվեն, ձեր կարծիքով կառավարությունը ինչ է նման քաղաքականություն որդեգրել հարկերը, տուրքերը բարձրացնելու, բյուջե լցնելու խնդիր ունի։ Իրողություն։ Տեսեք, հարկերի բարձրացումը այս կառավարության համար բացառապես բյուջե լցնելու առաջին նպատակն է հետապնդում, բայց կան եւս թաքնված նպատակներ, օրինակ դրա երկրորդ թաքնված նպատակը հաջորդականն է Հայաստանի Հանրապետության տակ։ Այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ Հայաստանում տնտեսությունը չզարգանա, տնտեսական զարգացումից բխող բոլոր դրական կամ բացասական երևույթներով։ Դա իրականացում է մանր միջին բիզնեսի համար հարկային բեռ ավելացնում է եւ աշխատելը մեղմ մասած դարձնում է անշահութաբեր։ Այնպիսի իրավիճակում, երբ որ աշխարհը գնում է դեպի էլեկտրոնային առևտրին եւ Հայաստանի Հանրապետությունում էլ շատ կան այդպես միջազգային գիգանտ կազմակերպություններ, որոնք որ առցանց առևտուր են իրականացնում եւ առաքում են իրականացնում ընդհանուր մինչեւ բնակության հասցեներ, նման բարագայում փոքր եւ միջին բիզնեսը հայտնվում է ոչ մրցակցային պայմաններում եւ չի կարող ուղղակի այդ գիգանտների հետ մրցակցության դիմակայել։ Այդպիսի իրավիճակում պետականամետ իշխանությունների գործողությունները պետք է ուղղված լինեն լրացուցիչ խթանների տրամադրմանը, այդ թվում հարկային արտոնությունների, հարկային արձակուրդների, պետական երաշխիքներով վարկերի ստացման տեսքով, տարբեր են միջոցները։ Բայց ինչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հակառակ process-ը, որպեսզի այս մարդիկ շուկայից ընդհանրապես դուրս մղվեն։ Եվ վերջին հարցը, Հայաստանը գիտեք, համենայն դեպս այդպես հայտարարվում է, որ շարժվում է դեպի արևմուտք, դեպի Եվրամիություն, ազգային ժողովն էլ առաջին ընթերցմամբ ընդունեց այդ հայտնի օրենքը, որով իբրև թե սկիզբ է դրվում Հայաստանի ԵՄ անդամակցությանը, Ռուսաստանում էլ սա արձագանք գտավ այն կոնտեքստում, որ դուք չեք կարող լինել եւ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում, հետեւաբար սա նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու process է։ Ձեր կարծիքով ինչպիսի հետևանքներ է սա ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի Եվրոպա, դա կեղծ թեզ է եւ կեղծ օրակարգ է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը իրապես որդեգրած լիներ եվրոպական այդպես լավագույն արժեքները յուրացնելու եւ եվրոպական այդպես ինտեգրման process, ես այսպես սուրճ չի արձագանքի այս իշխանություններին եւ կառավարությանը, բայց կառավարությունը ստում է։ Եվրոպական միության օրակարգը կամ եվրոինտեգրման օրակարգը բացառապես սպասարկում է իշխանության եւ իշխանության հետ փոխկապակցված որոշակի ուժերի քաղաքական շահ, որպեսզի նրանք կարողանան հետ առաջիկա ընտրություններում ստանան ընտրաձայներ եւ հայտնվեն ազգային ժողովում։ Այլ շատ չկա։ Ուր է գնում Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը իրականում գնում է դեպի Թուրքիա։ Եվ կեղծ եվրոպական թեզերով դեպի թուրքացում, դեպի Թուրքիա տեղաշարժվելը Հայաստանի համար ունենալու է շատ էական, բացասական, տնտեսական, բացասական հետևանքներ, այնուհետև արդեն ազգային անվտանգության սպառնալիքն է լրջագույն։ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի տեսակարգշիռը 43%-ի շրջանակներում է գտնվում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է, որ իրապես իր առևտրային գործընկերներին դիվերսիֆիկացնի եւ կարողանա այդպես շատ ավելի երկրների հետ առևտրային հարաբերություններ ծավալի, առաջին քայլ պաշտոնապես Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունը դիմել է կառավարությանը, Հայաստանի Հանրապետությունը ունի 100 պետություններում դիվանագիտական ներկայացուցչություն, բայց ունի ընդամենը 2 երկրում առևտրային ներկայացուցիչ։
Այսինքն մյուս 98 պետություններում պետք է շատ շտապ եղանակով առևտրային ներկայացուցիչ նշանակել եւ կարողանար շուկաների հետազոտում իրականացնել տեղի տնտեսական իրական հատվածի հետ համագործակցության արդյունքում շուկայի դիվերսիֆիկացում անել։ Սա առաջնային է։ Գրավոր, որ եթե կասեն դե չենք կարողացել կամ ինչ որ մեր սիրելի հասարակության ինչ որ մի մասն էլ կասի դե չեն կարողացել, չեն հասկացել, չեն այլ, իմ ասում ենք չեն հասկացել, առաջարկել ենք թող իրագործեին։ Երկրորդ, պետք է որևէ պետության հետ տնտեսական հույսեր փայփայելուց առաջ գնահատել այդ երկրի տնտեսական ներուժը։ Այդ որ արտադրանքն է Հայաստանի Հանրապետությունում ավելի մրցունակ արտադրվում, քան Թուրքիայի Հանրապետությունում։ Չկա այդպիսի արտադրանք, բազմիցս ենք ասել, թող մեկ արտադրանք կետ նշեն, որ Հայաստանում շատ ավելի մրցունակ է, քան Թուրքիայում։ Այսինքն դեպի Թուրքիա գնալը Հայաստանի Հանրապետության հանգեցնելու է Հայաստանում արդյունաբերության իսպառ բնաջնջման եւ բացառապես Թուրքիայից ներկրման։ Թուրքիայից ներկրման պարագայում ինչ է լինելու։ Առաջին տնտեսական էֆեկտը, որ Հայաստանի Հանրապետություն դառնում է բացառապես սպասարկող պետություն, երկրորդային արդեն վտանգը մենք Թուրքիայից ներկրվող սնունդի պարագայում ինչպես ենք կարողանալու արդյունավետ վերահսկողություն իրականացնել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների ներկրումը բացառելու վերաբերյալ։ Կարողանալու ենք թե ոչ։ Վստահ եմ, որ չենք կարողանալու։ Եվ նորից վերադառնալով ձեր հարցին, նույն ԵԱՏՄ շուկայից դուրս գալ առանց այլ շուկաներ դեռևս մուտք գործելու նույնիսկ հեռահար հնարավորության, ընդ որում դա էլ նշեմ նոր պատասխանեմ, առաջիկա 30 տարում մոռացեք Հայաստանի Հանրապետության եվրոպական ընտանիքին միացումը։ Դա ուղղակի չի կարող լինել եւ առաջիկա 30 տարում Հայաստանի Հանրապետությունը ապրանքներ չի էլ կարողանալու արտահանի եվրոպական շուկա։ Որոշակի այդպես սպეციფიկ բնույթով պայմանավորված, մեր բնակալիմայական պայմաններով պայմանավորված հնարավորություն կա որոշակի ապրանքների եւ արտադրանքի արտահանման համար, բայց համատարած, եթե մենք համացան մեջ ենք դնում ինչ ապրանք ենք արտահանում ԵԱՏՄ շուկա եւ ինչը կարող ենք արտահանել ԵՄ շուկա, սարեր ձորերի չի տարբերությունը, շատ 30 տարվա էլ չի, միգուցե 40 եւ 50 տարվա տարբերություն լինի դրանց մեջ։ Եվ հետևանքը լինելու է այդպես նոր շուկա չասած ԵԱՏՄ-ի հանդեպ այդպիսի վարկագիծը հանգեցնելու է նրան, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամը ավելի է խորանալու, գործազրկությունը բնականաբար ավելանալու է, արտագաղթը ավելանալու է, ներգաղթի մասին ընդհանրապես մոռանալու ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եի Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար տնտեսագետ իրավաբան Նայիրի Սարգսյանի հետ, կհանդիպենք։